սկսում ենք մեր երկրորդ դասախոսությունը, հիշեցնում եմ, որ նախորդ առաջին դասախոսությունը նվիրված էր խմբի սահմանմանը եւ օրինակներին։ Ավելորդ չի լինի այդ սահմանման մասին խոսել, կասենք, որ բազմությունը խումբ է բազմապատկում կամ կետ երկտեղանի գործողության նկատմամբ, եթե այդ գործողությունը բավարարում է այսպես կոչված 3 աքսիոմներին։ Այն է զուգորդականության աքսիոմ, որը վերաբերում է, եթե եռյակ ունենք տարրերի, ապա եւ դրանց հերթականությունը սևեռված է, ապա ինչպես բազմապատկել դրանք զույգ, քանի որ պետք է բազմապատկել, ինչ հերթականությամբ կարելի է բազմապատկել։ Եվ պարզվում է եռյակի դեպքում ինչպես էլ բազմապատկենք, այսինքն փակվածերը ինչպես էլ տնենք, արդյունքը նույնը պետք է լինի, սա կոչվում է զուգորդականության աքսիոմ։ Հաջորդը չեզոք տարրի կամ միավորի գոյության աքսիոմն է, այն է, որ խմբում բազմությունում պետք է գոյություն ունենա այնպիսի մի ետար, որ կամայական x տարի համար y անգամ x-ը եւ x անգամ y-ն հավասար լինի x-ի։ Երջապես ամեն մի տար պետք է ունենա այսպես կոչված հակադարձ տարի գոյության աքսիոմ։ Կամայական x-ի համար ժ խմբում պետք է գոյություն ունենա այնպիսի x շտրիխ տար ժ-ից, որ x անգամ x շտրիխը եւ նաեւ ձախից x շտրիխ անգամ x հավասար լինի y-ի։ Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ տեսեք, թվում է թե բավական է գրել x անգամ y-ն հավասար է x, իսկ ինչի համար է պետք գրել նաև y անգամ x։ Բանն այն է, որ կան բազմաթիվ գործողությունների օրինակներ, որոնք այսպես կոչված տեղափոխական օրենքին չեն բավարարում։ Թվերի գումարումը, օրինակ, ինչպես գիտեք, տեղափոխական է, 2 գումարած 5-ը եւ 5 գումարած 2-ը իրար հավասար են, բայց միշտ չի, որ այդ որևէ բազմության վրա տրված գործողությունը տեղափոխական է։ Եվ քանի որ այստեղ բազմապատկման համար տեղափոխականություն չի պահանջվում, այս 3 աքսիոմների մեջ տեղափոխականություն չկա գործողության, ապա հենց դա է առաջացնում այն պահանջը, որպեսզի մենք նաև աչից կամ եւ ձախից բազմապատկելիս չեզոք տարի չեզոքությունը պահանջենք։ Նույնը վերաբերում է հակադարձին։ Օրինակ, մատրիցների բազմապատկումը նույն չափի, երկու չափի մատրիցների բազմապատկումը տեղափոխական չի։ Չնայած այդ գործողության համար կա չեզոք տար, որը կոչվում է միավոր մատրից, գիտեք։ Եվ ոչ ամեն մի մատրից է հակադարձելի դեպ, եթե անդրադառնանք դրան։ Եվ այսպես մի շարք օրինակներ մենք քննարկել ենք եւ այն հանգրվանում կանգ ենք առել այս հանգրվանի վրա, երբ դիտարկում ենք տեղադրությունների խումբը, SN բազմությունը տեղադրությունների համադրության կամ շրջանակ բազմապատկման գործողության նկատմամբ։ Դա արդեն ստուգել ենք եւ վերջին օրինակը եւս մի օրինակ կուզենայի բերել, այստեղ տիպական օրինակ է, բնորոշ է խմբերին եւ պարզ է եւ ինչ որ գուցե անսպասելի։ Դիտարկենք այն կոմպլեքս թվերի բազմությունը, այն կոմպլեքս թվերի բազմությունը, որոնք հանդիսանում են x-ի n աշճան հավասար է 1 հավասարման լուծում, որտեղ n-ը ֆիքսած բնական թիվ է մեծ կամ հավասար 2-ից։ Այս բազմությունը, այսինքն x-ի n աշճան հավասար է 1 հավասարման լուծումների բազմությունը քաչ հայտնի է, որ բաղկացած է n թվերից, այսինքն գոյություն ունի ճիշտ n հատ թիվ, որոնք հանդիսանում են այս հավասարման լուծում կոմպլեքս թվերի բազմության մեջ։ Եւ այդ n թվերը ընդունված է նշանակել ε-կայով, ես հետևում եմ այդ նշանակմանը, դրանք հետևյալ թվերն են՝ կոսինուս 2πk բաժանած n-ի գումարած i անգամ i կեղծ միավորն է, անգամ սինուս 2πk բաժանած n-ի։ Որտեղ կան ընդունում է 0, 1, 2 մինչև n-1 այս արժեքները։ Ահա կային տալով այս բանաձևի մեջ n-ը կրկնում եմ ի սկզբանե սևեռված թիվ է, օրինակ մտքի մեջ պատկերացրեք 8, այստեղ n-ի փոխարեն 8 ենք տեղադրում եւ x-ի 8 աշճան հավասար է 1 հավասարման լուծումները կունենան այսպիսի տեսք. կոսինուս 2πk բաժանած 8 գումարած i անգամ սինուս 2πk բաժանած 8, որտեղ կան ընդունում է 0, 1, 2 մինչև 7 արժեքները։ Այդպիսի արժեքներ տեղադրելիս մենք ստանում ենք իրարից տարբեր 8 թվեր, եթե x-ի 8 աշճան հավասար 1 հավասարումն է եւ n թվեր, եթե ընդհանուր x-ի n աշճան հավասար 1 հավասարումն ենք դիտարկում։ Ահա այս ε-k թվերը, որոնց քանակը n հատ է, կրկնում եմ, այս հավասարման բոլոր լուծումներն են իրարից տարբեր։ Կայի կամայական արժեքի դեպքում իմիջայլոց այս թվերը այս հավասարման լուծում են, բայց բանն այն է, որ եթե դուրս են գալիս կան այս սահմաններից, ապա նորանոր արժեքներ չենք ստանում, այսինքն կա ինչ արժեք էլ մենք տեղադրենք, այս բանաձևով ստացված կոմպլեքս թիվը կլինի x-ի n աշճան հավասար 1 հավասարման լուծում, սակայն այդ թիվը հավասար կլինի այսի մտրած արժեքներից 0, 1, n-1 արժեքների համապատասխանող կոմպլեքս թվերից որևէ մեկին։ Այսինքն արտաքուստ այս բանաձևը
անթիվ քանակությամբ թվեր է թվարկում նշանակման իմաստով, բայց դրանց մեջ տարբերները ճիշտ n հատ են։ Եվ ահա, այդ արմատների բազմությունը առաջարկում է նշանակել Cn-ով, այսինքն այն կոմպլեքս թվերը, որոնք n աշճանի միավորից n աշճանի արմատներ են։ Դրանց բազմությունը ահա այս գրված թվերն են, եթե k-ի փոխարեն տեղադրում ենք 0, ε0 է ստացվում, ε0-ն ակնհայտորեն 1 է, կոսինուս 0 գումարած i անգամ սինուս 0, սինուսը 0 յում 0 է եւ կոսինուս 0-ն 1։ Եվ առաջին արմատը 1-ն է, եւ հասկանալի է, որ 1-ը բնական է, այստեղ պետք է արկա լիներ, այն ε0-ն է։ ε1-ը k-ի փոխարեն եթե բանաձևում ε-k-ի բանաձևով տեղադրենք 1, ε1-ը կոսինուս 2π n-րդ գումարած i սինուս 2π n-րդն է։ Սա 2π n-րդ արգումենտով կոմպլեքս թիվ է, որը գտնվում է միավոր շարժողով շրջանագծի վրա։ Ես դրանով նկարագրեցի ε1-ը։ Եվ ε2 եւ այլն ε-n-1 այս բոլոր թվերը ես այստեղ ցուցադրել եմ, եւ վերջին դիտարկումը այստեղ տեղին է նշել, որ այս թվերը դասավորված են հարթության վրա շատ գեղեցիկ դասավորություն ունեն։ Նրանք տեղաբաշխված են հարթության 0-0 կենտրոնով միավոր շարժողով այն շրջանագծի ներգծած միավոր շրջանագծի ներգծած այն կանոնավոր գագաթներում, որի մի գագաթը տնվում է 1-0 կետում, այսինքն որի 1-0 կետը դա ε0 արմատին համապատասխանող թիվն է, եւ եթե միավոր շրջանագծի ներգծենք կանոնավոր անկյուն, որի մի գագաթը 1-0 կետում է, միարժեքորեն այդ գագաթները կդասավորվեն հարթության վրա եւ այդ գագաթները ճիշտ այս հավասարման լուծումներ են։ Այսպիսի գեղեցիկ երկրաչափական մեկնաբանություն ունեն միավորից n աշճանի արմատները։ Շատ բարի։ Ինչու եմ ես խոսում այս բազմության մասին։ Բանն այն է, որ այս արմատների բազմությունը եւս խումբ է։ Դա հասկանալու համար պետք է նախ հասկանանք, որ արմատների բազմությունում կա գործողություն։ Գործողությունը Cn-ում կոմպլեքս թվերի բազմապատկման գործողության սահմանափակումն է այս բազմության վրա, այսինքն վերցնում ենք Cn բազմության տարրերը եւ դրանք բազմապատկում սովորական կոմպլեքս թվերի իմաստով։ Z1 եւ Z2-ը դիցուկ Cn-ի երկու տարրեր են, այսինքն Z1-ն ու Z2-ը այնպիսի թվեր են, որոնց n աշճանը հավասար է 1-ի։ Այդ դեպքում դրանց արտադրյալի n աշճանը եւս 1 կլինի, ինչը ակնհայտորեն բխում է կոմպլեքս թվերի արտադրյալի տեղափոխականությունից Z1 անգամ Z2-ի n աշճանը հավասար է Z1-ի n աշճան անգամ Z2-ի n աշճան, այսինքն 1 անգամ 1 հետեւաբար 1։ Ուրեմն բազմապատկումը Cn բազմության մեջ գործողություն է եւ այստեղ այս անգամանքը նկատելու համար ինձ նույնիսկ պետք չեկավ, որ Cn բազմության տարրերը հատուկ տեսք ունեն։ Այսինքն սա ընդհանուր դատողություն կոմպլեքս թվերի հատկությունից է։ Բխում, որ այս բազմության մեջ արկա է երկտեղանի գործողություն եւ այս բազմապատկման նկատմամբ Cn բազմությունը, այս n տարանի բազմությունը խումբ է։ Որովհետեւ բազմապատկումը զուգորդական է կոմպլեքս թվերի։ Մեկ թիվը, ինչպես տեսանք, այս բազմությունում արկա է, ε0-ն հենց 1-ն է եւ 1-ը չեզոք տար է բազմապատկման նկատմամբ, այսինքն առաջին երկու աքսիոմները ապահովված են եւ վերջապես վերջին աքսիոմը ամեն մի ε թիվ ունի հակադարձ։ Տեսեք, թե դա ինչքան հեշտ է որոշել։ Նրանք ովքեր ծանոթ են կոմպլեքս թվերին, ես հուսով եմ, որ բոլոր ընկերները տիրապետում են այդ թվերին։ Եթե ε թիվը բազմապատկենք ε(n-k) թվի հետ, այս բանաձևով որոշվող, բազմապատկենք ε(n-k)-ի հետ, ապա արդյունքը կստացվի 1։ Սա հասկանալու համար պարզապես պետք է հիշել եռանկյունաչափական տեսքով տրված կոմպլեքս թվերի բազմապատկման հատկությունը։ Այն շատ հեշտ է նկարագրվում։ Եռանկյունաչափական տեսքով տրված երկու կոմպլեքս թվերը հիշեցնում են բազմապատկելիս, մոդուլները բազմապատկում են իրար հետ, իսկ արգումենտները գումարվում։ Տվյալ դեպքում այս կոմպլեքս կոսինուս ալֆա պլյուս ի սինուս ալֆա եւ կոսինուս բետա պլյուս ի սինուս բետա թվերի մոդուլները 1 են, այսինքն այստեղ իմաստուն է խոսել միայն արգումենտի մասին եւ այս փաղագծերի արտադրյալը ճիշտ հավասար է կոսինուս ալֆա պլյուս բետա գումարած ի սինուս ալֆա պլյուս բետա, այսինքն թե արգումենտները պետք է ուղղակի գումարել եւ կստացվի համապատասխան եռանկյունաչափական տեսքը։ Այս բանաձևից անմիջապես բխում է, որ թե ε-կան բազմապատկենք ε(n-k)-ով, տեսեք, ε-կան ահա այս կոմպլեքս թիվն է համարիչում 2πk է գրված։ ε(n-k)-ի դեպքում համարիչում կլինի 2πn-k։ Եթե դրանք բազմապատկում են 2πk-ին, համարիչում գումարվում է 2π անգամ փաղագծում n-k եւ կստացվի 2πn բաժանածնի կստացվի 2π, այսինքն կոսինուս 2π գումարած ի սինուս π, այսինքն 1։ Կարծում եմ երևացող դատողություններ էին։
Եվ հետևաբար միավորից n աշճանի արմատներից են բազմությունը կոմպլեքս թվերի բազմապատկում գործողության նկատմամբ խումբ է։ Եվ սա այս օրինակը ինչով է լավ։ Եթե նախորդ օրինակում, այսինքն տեղադրությունների խմբում, խմբի տարերի քանակը n ֆակտորիալ էր, այսինքն n-ը 1-ի դեպքում 1 տար ունենք, n-ը 2-ի դեպքում 2, n-ը 3-ի դեպքում 6, ապա 24, ապա 120, 720, ապա բնական հարց է առաջանում։ Իսկ կա արդյոք խումբ, որը բաղկացած է 4 տարից, 5 տարից, 6 տարից, 7 տարից, եւ այդ հարցի պատասխանը արդեն իսկ ստացանք մենք այս 19-րդ օրինակում, այն է, եթե n-ի փոխարեն վերցնում ենք կամայական ֆիքսած n թվի համար, c-ն բազմությունում առկա է n տար, եւ c-ը խումբ է բազմապատկման նկատմամբ, եւ ստացվում է, որ ցանկացած քանակությամբ տարերով խումբ գոյություն ունի, օրինակ, միավորից n աշճանի արմատների բազմությունը, եթե ուզում ենք, որ խմբի տարերի քանակը լինի n։ Ուրեմն սա ի դեպ նշանակում է, որ ի վերջո կամայական վերջավոր բազմություն կարելի է վերածել խմբի, այնպես որ խմբերը թե ինչպես ես դրա մասին մի քիչ ավելի ուշ կխոսեմ եւ ընդհանրապես ցանկացած բազմություն կարելի է վերածել խմբի իրականում։ Դրա վրա սահմանելով համապատասխան հարմարավետ գործողություն։ Մյուս կարևոր օրինակը այսպես կոչված չվերասերված մատրիցների բազմությունն է, սևեռված n-ի համար։ Ֆիքսենք որևէ n, ինչպես ընդունված է ասել, եւ դիտարկենք բոլոր այն մատրիցները, A մատրիցները, n չափի, n անգամ n չափի քառակուսի մատրիցները եւ այստեղ գործակիցները ընտրել եմ կոմպլեքս թվերի բազմությունից c։ Այստեղ կարելի է c-ն փոխել, վերցնել իրական, ամբողջ, ռացիոնալ եւ կստացվեին համապատասխան խմբերը, բայց խոսենք GLN-ի մասին։ Սա կոչվում է ընդհանուր գծային խումբ եւ այդ ընդհանուր գծային բառերի լատինատար անվանումների առաջին տառերն են G եւ L։ Սա GLN C-ով նշանակում ենք բոլոր n անգամ n չափի մատրիցների բազմությունը, որոնց որոշիչը հավասար չէ 0-ի։ Սրանք կոչվում են չվերասերված մատրիցներ, եթե որոշիչը 0 չի։ Եվ ահա այս բազմությունը մատրիցների բազմապատկման գործողության նկատմամբ խումբ է։ Օրինակ GL1C-ն, եթե ուզում ենք տեսնել թե ինչ տարեր ունի այս բազմությունը, GL1C-ն, այսինքն մեկ չափի մատրիցների բազմությունը, չվերասերված մատրիցների բազմությունը, պարզապես բոլոր 0-ից տարբեր կոմպլեքս թվերի բազմությունն է, որտեղ մեկ չափի մատրիցը հենց այդ թիվն է, դա թիվ է եւ դրա որոշիչը հենց այդ թիվն է դարձյալ։ Որոշիչն ու մատրիցը այս մեկ չափի դեպքում համընկնում են եւ քանի որ որոշիչը պահանջում է 0 չլինի, թիվը պետք է 0 չլինի։ Ուրեմն C աստղանիշը օրինակը բազմապատկման նկատմամբ ճիշտ GL1C մատրիցային խումբն է, այսինքն այդ իմաստով կարելի է համարել, որ n չափի չվերասերված մատրիցների խմբի գաղափարը 0-ից տարբեր թվերի արտադրելային խմբի ընդհանրացումն է։ Երկու չափի դեպքում դրանք բոլոր այն ABC մատրիցներն են, GL2C-ն, որոնց որոշիչը, այսինքն AD հանած BC թիվը հավասար չի 0-ի երկու չափի դեպքում որոշիչը հիշում եք, չէ՞, որ գլխավոր անկյունագծի տարերի արտադրյալից պետք է անել շեղ անկյունագծի տարերի արտադրյալը։ AD հանած BC-ն 0 չէ, պայմանին բարող բոլոր մատրիցները բազմապատկման նկատմամբ խումբ են կազմում։ Այս հանգամանքը հասկանալու համար, այնուամենայնիվ, եթե մանրամասների մեջ մտնենք, նախ պետք է հասկանալ, որ իսկապես ճիշտ է արդյոք, որ 0-ից տարբեր որոշիչ ունեցող մատրիցների բազմության վրա բազմապատկման գործողությունը իսկապես երկտեղանի գործողություն է։ Խոսքն այն մասին է, ես հիմա ակնարկում եմ այն հանգամանքը, որ եթե վերցնենք երկու 0-ից տարբեր որոշիչ կամ դետերմինանտ ունեցող երկու մատրից A եւ B, եւ դրանց որոշիչները եթե 0 չեն, ապա ճիշտ է արդյոք, որ արտադրյալի որոշիչը եւս 0 չի լինի, այսինքն թե ճիշտ է արդյոք, որ A-ն ու B-ն եթե պատկանում են GLN-C բազմությանը, ճիշտ է արդյոք, որ A անգամ B-ն եւս պատկանում է GLN-C բազմությանը։ Եվ պատասխանը դրական է, շնորհիվ բանաձևի det A անգամ det B-ն հավասար է det A, այսինքն արտադրյալի որոշիչը հավասար է այդ արտադրիչների որոշիչների արտադրյալին։ Այս բանաձևը, որ դարձյալ մենք ապացուցում ենք հանրաշիվ 1 դասընթացում, հիշեցնում եմ, այստեղ հնարավորություն է տալիս միանգամից պնդելու, որ GLN-C բազմությունում բազմապատկումը երկտեղանի գործողություն է։ Այսպիսի կարևոր հետևանք այս բանաձևից։ Եվ իսկապես, եթե det-ան եւ det-B-ն 0 չեն, 0-ից տարբեր թվերի արտադրյալը 0 չի, այսինքն det-A-B-ն 0 չի լինի։ Հենց սա է ես ուզում ասել։ Հիմա մյուս կողմից եւս մի փառահեղ
նկարագրություն ունենք, այն վերաբերում է հակադարձելի մատրիցների նկարագրությանը։ Դարձյալ նույն դասընթացում, հանրաշիվ մեկ դասընթացում մենք ապացուցում ենք, որ այն չափի քառակուսի մատրիցը, մատրիցը հակադարձելի է այն եւ միայն այն դեպքում, այսինքն ունի հակադարձ, եւ դրա դետերմինանտը որոշիչ է, այսինքն 0 չի։ Ինչպես է այդ հանգամանքը օգնում է այստեղ։ Բանն այն է, որ մատրիցների բազմության մեջ արտադրյալի նկատմամբ չեզոկտարի դերը կատարում է միավոր մատրիցը։ Այն է, տեսեք ձեր էկրաններին, ԵՆ-ով ենք նշանակում են չափի միավոր մատրիցը։ Դա մի այսպիսի n անգամ n չափի թվերի աղյուսակ է, որի անկյունագծի վրա գրված են գլխավոր անկյունագծի վրա 1 էր, մնացած բոլոր տեղերում գրված են 0։ Այս միավոր մատրիցի քաջ հայտնի հատկությունն այն է, որ միավոր մատրիցը բազմապատկելով կամայական A մատրիցով մենք ստանում ենք A։ Ավելին, նույն անգ ստանանք, եթե միավոր մատրիցը A-ից բազմապատկենք A-ով։ Եվ այսպես սա ճիշտ նշանակում է, որ այս ԵՆ-ը խմբի սահմանման մեջ մասնակցող չեզոկտարի հատկությանն է բավարարում։ Ուրեմն չեզոկտարը առկա է, այն միավոր մատրիցն է։ Բազմապատկման դեպքում իսկ հակադարձի խնդիրը կրկնում լուծվում է հակադարձների նկարագրության այդ հատկությունով։ Այն է A մատրիցի համար B-ն կոչվում է հակադարձ, եթե անգամ B-ն հավասար է ԵՆ-ի։ Եվ այս պայմանին բավարարող A-ը ան ինչպիսին պետք է լինի, որպեսզի այդպիսի B գոյություն ունենա, որ բազմապատկենք եւ ստանանք միավոր մատրից։ Դրա համար անհրաժեշտ է եւ բավարար, որ A մատրիցի որոշիչ հավասար չլինի 0-ի։ Բարեբախտաբար եւ ոչ պատահաբար իհարկե մենք այստեղ ընտրել ենք հենց այդ դեպքը, այսինքն դիտարկում ենք 0-ից տարբեր որոշիչ ունեցող մատրիցները եւ դրանք փաստորեն ստացվեց, որ բավարարում են խմբի բոլոր աքսիոմներին։ Սա կոչվում է, կրկնում եմ, լրիվ գծային խումբ եւ մինչեւ այժմ թեկուզ եւ մատրիցները բավականաչափ լավ ուսումնասիրված են, բայց բազմաթիվ նուրբ հարցեր կան մատրիցնային խմբերի հետ կապված, որոնք դեռ իրենց լուծմանը եւ այդ խնդիրների լուծողին են սպասում։ Երեք աքսիոմները ըստ էության մենք քննարկեցինք, ԺԼՆՑ, այսինքն լրիվ գծային խումբ։ Զուգորդական օրենքը դարձյալ մենք ապացուցում ենք հանրաշիվ մեկ դասընթացում A անգամ BC-ն ասել է A անգամ BC, այս տեխնիկական հատկությունը եւ հիշեցնում եմ, որ մատրիցների բազմապատկումը տեղափոխական չի, եթե մատրիցի չափը մեծ կամասար է 2-ից, չնայած տեղափոխական չի, որը ավելի սովորական է մեզ համար, այնուամենայնիվ զուգորդական օրենքը այստեղ տեղի ունի, չեզոկտար կա եւ ամեն մի մատրից ունի հակադարձ։ Ավելին ասեմ, որ ված չի լինի, որ մենք մտաբերենք հակադարձ մատրիցի հաշվման եղանակները։ Նախ այն կարելի է հաշվել հատուկ բանաձևով, որտեղ մասնակցում է A մատրիցի որոշիչը եւ A մատրիցի հանրաշարժական լրացումներից կազմված մատրիցը, ինչը կոչվում է A-ի կցյալ մատրից, եւ կան նաեւ ալգորիթմներ, որոնք հաշվում են A-ի հակադարձը։ Տարական ձևափոխությունների օգնությամբ A մատրիցի հակադարձը կարելի է հաշվել A-ի, հիշեցնում եմ, կցագրելով A-ից միավոր մատրից եւ տողերի տարական ձևափոխությամբ այդ մեծ մատրիցը A-ի մատրիցը բերել այնպիսի տեսքի, որ A-ի փոխարեն ստացվի E։ Ձախ մասում E-ի փոխարեն ստացած մատրիցը ճիշտ կհամընկնի A-ի հակադարձի հետ։ Ես ընդհանրապես հիշեցնում եմ, դրա համար գրառումներ չարեցի, հուսով եմ ունկնդիրները ընկալեցին ինչի մասին եմ խոսում։ Բայց մատրիցների կարելի է մեկ այլ խումբ եւս ստանալ եւ ընդ որում այս դեպքում պարտադիր չի դիտարկել քառակուսի մատրիցներ, այլ կամայական M անգամ n չափի, սևեռված չափի մատրիցների բազմություն, որոնք այդպիսի M անգամ n չափի մատրիցներ կարելի է իրար հետ գումարել, սովորական իմաստով, ինչպես են գումարվում A եւ B մատրիցները, համապատասխան տարերի, համապատասխան որևէ տեղում ստացված մատրիցը ստացվում է համապատասխան տեղում գրված տարերի գումարի միջոցով, այսինքն եթե A-ի ժին A մատրիցի I-ի տեղում գրված թիվն է, B-ի ժին B մատրիցի I-ի տեղում գրված թիվը, ապա այս թվերը գումարելով մենք ստանում ենք A գումարած B մատրիցի I-ի տեղում գրված տարը։ Այսպես սահմանվում է գումարումը։ Շատ բնական սահմանում, որը վեկտորների գումարման գաղափարի ընդհանրացումն է ըստ էության, եւ այս գումարման նկատմամբ մատրիցների բազմությունը եւս խումբ է։ Որպես չեզոկտար պետք է վերցնել պարզապես զրոյական մատրիցը, բաղկացած միայն 0 թվերից, իսկ ամեն մի մատրիցի հակադիրը, գումարման դեպքում հակադիր բառն ենք օգտագործում, կազմված է այդ մատրիցի տարերի հակադիրներից։ Օրինակ 2, 3, 4, 5 մատրիցի հակադիրը շատ պարզ է, -2, -3, -4, -5։
C-ի փոխարեն վերցնելով այլ թվային բազմություններ R կամ Q դարձյալ կստանանք խմբեր եւ MR եւ MQ խմբերը կստանանք։ Այստեղ կարելի է այլ բազմություններ եւս ընտրել օրինակ ամբողջ թվեր եւ ընդհանրապես C-ի փոխարեն կամայական թվային բազմություն, որը գումարման նկատմամբ խումբ է, այստեղ կարելի է ստանալ համապատասխան մատրիցային խումբը։ Հաջորդ թեման օրինակները մենք դիտարկեցինք, հետագայում եւս կլինեն այլ օրինակներ, բայց թերևս արժի խոսել խմբերի հատկությունների, տարական հատկությունների մասին ես դա կանվանեմ։ Խմբերի տարական հատկությունները ինչի մասին եմ ես պատրաստում խոսել։ Ես հիմա ցույց կտամ, թե այդ երեք աքսիոմներից, որ մենք թվարկեցինք, զուգորդականություն, չեզոք գոյություն եւ հակադարձների գոյության աքսիոմներից, ինչ տրամբանական կառույցներ օգտագործելով ինչ հետևանքներ կարելի է ստանալ։ Եվ սա, եթե կուզեք, տրամբանական խաղ կարելի է անվանել երեք աքսիոմներից ճշգրիտ եւ տրամբանական դատողություններով ստանալ նորանոր պնդումներ, որոնք հետո ամեն մի կոնկրետ խմբի դեպքում իրենց ձևակերպումը եւ հետևանքները կստանան։ Եվ այսպես, ինչի մասին եմ ուզում խոսել։ Առաջին հատկությունը, եթե J կետ զույգը խումբ է, ապա այնտեղ առկա է, ինչպես գիտենք երկրորդ աքսիոմի համաձայն, չեզոք տար։ Բնական հարց է առաջանում, իսկ քանի չեզոք տար կարող է ունենալ խումբը 2, 3, 4, գուցե անվերջ քանակությամբ այդպիսի չեզոք տարեր կան, եւ այդ դեպքում գուցե իմաստ ունի խոսել ամեն մի չեզոք տարի համար յուրաքանչյուր տարի հակադարձի մասին, հարցեր են, որոնք միանգամից ծագում են սահմանումներից։ Եվ պատասխանը, առաջին հարցի պատասխանը հետեւյալն է, որ եթե J-ն խումբ է կետ գործողության նկատմամբ, ապա այդ խմբում գոյություն ունի միակ չեզոք տար։ Ցանկացած խմբում չեզոք տարը միակն է, այլ կերպ ասած։ Գոյությունը միակ է, որ կամայական x-ի համար x-ը հավասար է y-ի հավասար է x-ի։ Ապացուցելու համար նայեք ինչ բարձրատողություններ կարելի անել։ Ըստ պայմանի դիցուք y1-ը եւ y2-ը J խմբի չեզոք տարեր են։ Սա նշանակում է, որ ինչ x տարեր վերցնենք խմբից, y1x եւ x y1-ը պետք է հավասար լինի x-ի եւ y2x եւ x-2-ը պետք է հավասար լինի x-ի։ Իմիջիալոց եթե նկատեցիք, ես այդտեղ կետը բաց եմ թողել, ինչպես եւ թվերի դեպքում մենք երբեմն բաց թողնում կետը չնշելով եւ այստեղ y1x ասելով հասկանում եմ y1 անգամ x։ Երբեմն կդնեմ այդ կետը, երբեմն ոչ, դա թող ձեզ չանհանգստացնի, սա այստեղ գրված է բազմապատկում։ Ահա, y1-ը եւ y2-ը երկուսն էլ իրենց պահում են չեզոք, կամայական x-ով բազմապատկելիս եւ ես ուզում եմ ապացուցել դրանից ելնելով, որ այդ դեպքում y1-ը եւ y2-ը իրար հավասար են։ Նայեք։ y1x հավասար է x, y1 հավասար է x կամայական x-ի համար։ Եթե x-ի փոխարեն վերցնեմ y2, կստանամ, որ y1 անգամ y2-ը հավասար է y2-ի, x-ի փոխարեն տեղադրեցի y2 այս հավասարության մեջ։ Մյուս կողմից, եթե երկրորդ առնչությունն ունենք 2x հավասար է x, 2 հավասար է x, այստեղ էլ առաջարկում եմ x-ի փոխարեն վերցնել y1։ Այդ դեպքում x-ի փոխարեն y1, x անգամ y2-ը կլինի y1 անգամ y2, եւ սա պետք է հավասար լինի x-ի, այսինքն տվյալ դեպքում y1-ի։ Այսպիսով, նույն y1, y2 արտադրյալ հավասար է 2-ի առաջին հավասարությունների շնորհիվ եւ այն հավասար է y1-ի երկրորդ հավասարությունների շնորհիվ։ Եվ ստանում ենք, որ y1 հավասար է 2-ի։ Այսպիսի բարձ դատողությունները հնարավորություն են տալիս կատարել այդպիսի կարևոր եզրահանգում։ Չեզոք տարը միակն է կամայական խմբում։ Իսկ քանի հակադարձ կարող է ունենալ որևէ x տար, տվյալ չեզոք տարի նկատմամբ։ Քանի հակադարձ, ամեն մի x-ի համար գոյություն ունի հակադարձ, իսկ քանի հակադարձ կարող է լինել։ Այսինքն, եթե x անգամ x շտրիխը հավասար է x շտրիխ անգամ x հավասար է y-ի, եւ նույն բանը ճիշտ է ինչ որ մեկ այլ x2 շտրիխի համար, ճիշտ է արդյոք, որ այս x շտրիխը եւ x2 շտրիխը պետք է հավասար լինեն, թե դրանք կարող են լինել նաեւ տարբեր։ Բնական հարց, որը ունի պատասխան այն է, կամայական x-ի համար գոյություն ունի միակ x շտրիխ, որ այս բավարարում է հակադարձի հատկությանը, երրորդ աքսիոմին։ Ապացուցելու համար ես վարում եմ հետևյալ կերպ։ Վերցնենք x շտրիխը, դիցուք x շտրիխն ու x2 շտրիխը բավարարում են տվյալ տարի հակադարձի աքսիոմին եւ համոզվում ենք, որ դրանք համընկնում են։ X շտրիխը կվերցնեմ, կձևափոխեմ, կատարեմ տրամբանական դատողություններ եւ այդ ընթացքում ես կարող եմ օգտագործել միայն 1, 2 եւ 3 աքսիոմները եւ
ի վերջո ցույց կտամ, որ այն հավասար է x2 շտրիխին։ Հետևեք դատողություններին։ x շտրիխ։ Այն հավասար է y անգամ x շտրիխ, որովհետև y-ն չեզոկտար է եւ երկրորդ աքսիոմի համաձայն ես այս հավասարությունը կարող եմ գրել։ Ապա նկատի ունենալով, որ x2 շտրիխ անգամ x-ը հավասար է y-ի, այսինքն ես ենթադրել եմ, որ x2 շտրիխը x-ի համար հակադարձ է, բավարարում է երրորդ աքսիոմին, x2 շտրիխ անգամ x-ը պետք է հավասար լինի y-ի։ Այս y-ի փոխարեն գրում եմ x2 շտրիխ անգամ x, փակագծի մեջ բնականաբար։ Ապա օգտագործում եմ զուգորդական օրենք առաջին աքսիոմը, եւ փակագծերը վերադասավորում x անգամ x շտրիխի վրա։ x շտրիխ x2 շտրիխ անգամ x անգամ x շտրիխ։ Հիմա ժամանակն է հիշելու, որ x անգամ x շտրիխը եւս y է, չէ՞ որ x շտրիխն էլ է ենթադրության x-ի համար հակադարձ է։ x անգամ x շտրիխը փոխարինենք y-ով եւ կստանանք x2 շտրիխ անգամ y։ Այս արտադրյալից 3-ի փոխարեն կստանանք այս արտադրյալը եւ դարձյալ չեզոկտարի y-ի հատկության շնորհիվ սա հավասար կլինի x2 շտրիխ։ Այստեղ կարևոր է նկատել, որ մենք այլ դատողություններ, այլ հատկություններ քան այդ խմբի 3 աքսիոմներն են, մենք իրավունք չունենք օգտագործելու, բայց իրավունք ունենք կատարելու եւ միայն տրամաբանական դատողություններով 3 աքսիոմներից ապա մեզ հաջողվեց ապացուցել, որ x շտրիխ եւ x2 շտրիխը հավասար են, որը նշանակում է, որ ամեն մի տարի համար խմբի գոյություն ունի միակ x շտրիխ տարժ խմբում, այնպես որ x շտրիխը x-ի հակադարձն է, այսինքն x-ի եւ x շտրիխի արտադրյալը թե աջ թե ձախ կողմերից հավասար է y-ի։ Եվ քանի որ միակն է, ընդունված է տարի հակադարձը համար օգտագործել ճիշտ այնպիսի նշանակում, երբ ինչ մենք օգտագործում ենք թվերի դեպքում։ Եթե երկու անգամ x-ը հավասար է 1-ի, խոսում ենք թվերի մասին, ապա այս հավասարման լուծումը մենք նշանակում ենք 2-ի հակադարձ, 2-ի -1 աստիճանով։ Պարզ է, որ այն նաև այլ տեսք ունի 1/2, այն կարող է նույնիսկ գրել 2/4 տեսքով, կարևոր չի, նույնիսկ կարող են գրել 0 ամբողջ 5, այսինքն թիվը տարբեր տեսքերով կարելի է գրել, բայց եթե մենք ուզում ենք հակադարձը նկարագրել այս թվի օգնությամբ, ապա ընդունված է այսպիսի նշանակում եւ գրում ենք 2-ի -1 աստիճան, եւ սա կոչվում է x-ի հակադարձ։ Ճիշտ այս նույն նշանակումը մենք կօգտագործենք թվերի դեպքում, եթե խմբի գործողությունը կետն է։ Այսինքն կետ գործողության դեպքում, եթե խոսում եմ x տարի հակադարձի մասին, եւ քանի որ երկրորդ հատկության շնորհիվ մենք տեսանք, որ հակադարձը x-ի միակն է, ապա տրամաբանական է, որ այն կարելի է x-ի միջոցով նշանակում անել։ Հակադարձը կնշանակենք x վերևում -1-ով։ Ավելորդ չի, մանրուք է, բայց նկատենք, որ եթե x ունենար երկու հակադարձ, ապա պարզ չէր լինի, թե այս նշանակումը որ մեկը մենք նկատի ունենք, այնպես որ երկրորդ հատկությունն է, որ հնարավորություն է ընձեռում այսպիսի նշանակումներ մուծել։ Հենց այստեղ արժի խոսել նաև այն դեպքերի մասին, երբ խմբի գործողությունը պլյուսով է նշանակված։ Այս դեպքերում, օրինակ ամբողջ թվերի դեպքում, երբ գործողությունը գումարումն է, չեզոկտարը 0-ն է, եւ երկու գումարած x հավասար է 0, հավասարման լուծումն է, որ կոչվում է 2-ի հակադարձ ընդհանուր դեպքում խմբային տերմինով, բայց տվյալ դեպքում հակադիր կասենք եւ գումարման մասին ենք խոսում։ Եվ այս դեպքում լուծումը -2-ով ենք նշանակում։ Եվ այս հանգամանքը մենք կօգտագործենք նաեւ ընդհանուր դեպքում։ Եթե ունենք խումբ, որի գործողությունը գումարումն է, գումարումով ենք նշանակել, ապա որևէ x տարի հակադարձի մասին խոսելուց մենք կօգտագործենք -x նշանակումը եւ կանվանենք ոչ թե հակադարձ, այլ հակադիր, ինչպես եւ թվերի դեպքում։ Այդ բառապաշարը մենք նույնությամբ տեղափոխում ենք խմբերի դեպքում։ Չնայած, կրկնում եմ, ինչպես մենք տեսանք, պարտադիր չի, որ խմբի տարերը լինեն թվեր եւ գործողությունն էլ թվերի բազմապատկում կամ գումարում։ Օրինակ տեղադրությունները հիշեք։ Տեղադրությունների դեպքում մենք գործ ունենք աղյուսակների հետ եւ բազմապատկումը գումարումը հատուկ կանոնով է տրվում, կամ մատրիցների դեպքում եւս։ Եվ հակադարձ համար նշանակումը հորինեցինք եւ մտապահենք, երրորդ հատկությունը վերաբերում է հակադարձի այսպիսի գեղեցիկ հատկությանը, որը բնորոշ է նաեւ թվերին։ Ինչպես գիտենք, թվի հակադարձը հենց այդ թիվն է։ Ես պնդում եմ, որ x թվի x տարի կամ այկան x տարի հակադարձի, եթե հաշվենք հակադարձի հակադարձ, ապա կստացվի x։ Սա բխում է նրանից այս հավասարությունից։ Ինչ բան է տարի հակադարձ, այսպիսով։ X տարի հակադարձը մենք նշանակել ենք x -1-ով եւ դա այն տարն է, որը բավարարում է այս հավասարություններին, այսինքն x անգամ x -1-ն էլ է հավասար y-ի, x -1 անգամ x-ն էլ է հավասար y-ի։ Հիմա այս հավասարությունը կարելի է ընթերցել այսպես. իսկ որն է x -1 տարի հակադարձը։ Ըստ սահմանման, հակադարձի սահմանման x -1-ի տարի հակադարձը այն y տարն է, որ բազմապատկելով x -1-ով ստանում ենք y, եւ նաեւ աջ կողմից, եթե x
x-1 գրենք, ցախ կողմից y դարձյալ պետք է ստանանք y։ Ուրեմն x-1-ի հակադարձ այն y-ն է, որ բարելում է հավասարությանը։ Բայց ամեն մի տարի հակադարձը միակն է, մասնավորապես x-1-ի հակադարձը միակն է։ Մի կողմից վերևի հավասարությունից երևում է, որ x-1-ի հակադարձը որպես հակադարձ կարող ենք վերցնել հենց x-ը, իսկապես դա բարելում է դրան, այսինքն y-ի փոխարեն եթե տեղադրենք x-ը ճիշտ է։ Քանի որ այլ հակադարձ չկա, սա նշանակում է, որ x-1-ի հակադարձը հենց x-ն է։ x-ի հակադարձը x-1-ն է, իսկ x-1-ի հակադարձը x-ն է, եւ սա տրամաբանական հիմնավորում էր պահանջում, եւ ես դա ապացուցեցի իրականում։ Այսպիսով x-1-ի հակադարձը x-ն է, ահա թե ինչ է գրված այստեղ, որը անմիջապես, եթե ակիրճ ասեմ, անմիջապես բխում է այս գրված հավասարությունից։ Շատ լավ։ Հիմա մեկ այլ, հիմա խոսենք հավասարումների լեզվով, չէ՞ որ երբ խոսում ենք թվերի մասին, ես ասացի, որ հակադարձ փնտրելիս երկու անգամ x հավասարում եք։ Մենք ըստ էության լուծում ենք հավասարում։ Երկուսի հակադարձը գտնելու համար դիտարկում ենք երկու անգամ x հավասարում եք հավասարում եւ լուծում այդ հավասարումը, եթե ունի լուծում իհարկե։ Եվ ահա դա պատահական չի, որովհետեւ չորրորդ հատկությունը, որ ես նախատեսել եմ այստեղ, եւ մենք քննարկենք հիմա միասին արագորեն, այն է, որ ցանկացած AB տարերի համար ժ-խմբից, եթե ես դիտարկեմ a-ն եւ b-ն տրված են, a անգամ x հավասար է b հավասարումը, եւ այսինքն դիտարկել հավասարումը նշանակում է ես փնտրում եմ այնպիսի x տարեր j-ից, որ բավարարի a անգամ x հավասար է b-ի, a-ն ու b-ն տրված են։ Այս հավասարումը եւ x անգամ a-ն հավասար է b հավասարումը, այս հավասարումներից յուրաքանչյուրը խմբում ունի միակ լուծում։ Աստորեն ունենալ խումբ նշանակում է կարողանալ լուծել այսպիսի հավասարումներ, ընդ որում միակ լուծում կունենա այս հավասարումներից յուրաքանչյուրը։ Ավելին ասեմ, պարտադիր չի որ լուծումը համընկնի։ Այս առաջին հավասարման լուծումը համընկնի երկրորդի լուծման հետ։ Բայց եթե b-ի փոխարեն վերցնում ենք y, ինչպես երևում է այս երկրորդ հատկությունից, եթե b-ի փոխարեն վերցնում ենք y, այս հավասարումների լուծումները ունեն եւ լուծումները համընկնում են, բայց ընդհանուր դեպքում այդպես չի։ Բայց նախ խոսենք այս հատկության մասին։ Ինչու ax հավասար է b եւ x հավասար է b հավասարումները յուրաքանչյուր ունի միակ լուծում։ Խոսենք ax հավասար է b հավասարումի մասին։ Լուծումը այստեղ իհարկե կարելի է կռահել մոտավորապես այսպես, ինչպես ենք լուծում երկու անգամ x հավասար է 1 հավասարում թվերի դեպքում։ Եթե հավասարության երկու կողմը բազմապատկեն երկուսի հակադարձով, ապա լուծումը ինքնըստինքյան ֆորմալ իմաստով կձևավորվի, այսինքն ցախ կողմ կստացվի x, աջ կողմ կստացվի 2-1 աշճան։ Նույն բանը ճիշտ է այստեղ։ Այսինքն այդ դատողությունները հուշում են թե ինչպես լուծել ax հավասար է b հավասարումը։ Նախ հեշտ է տեսնել, որ եթե որպես x վերցնեմ x-ն հավասար է i-1 աշճան անգամ b այս տարը խմբի i-1 աշճան անգամ b տարը եւ տեղադրեմ x-ի փոխարեն, ապա կստանամ լուծում, ճիշտ հավասարություն, այսինքն։ Իսկապես a անգամ i-1 անգամ b-ն զուգորդական օրենքի շնորհիվ կարող եմ գրել a անգամ a-1 բաղկացի մեջ անգամ b, a անգամ a-1-ը փոխարինենք y-ով, որտեվ a-1-ի հակադարձն է y-b, իսկ y-b-ն հավասար է b-ի երկրորդ աքսիոմի։ Եվ այսպիսով a-1 անգամ b-ն իսկապես a անգամ x հավասար է b հավասարման լուծում է։ Իսկ ինչու այս հավասարումը այլ լուծումներ չունի։ Այսինքն ցույց տանք, որ այս հավասարման լուծումը միակն է։ Դիցուկ x1-ը ax հավասար է b հավասարման որևէ լուծում է, այսինքն a անգամ x1 հավասար է b-ի։ Հիմա այս ցույց կտամ, որ x1 հավասար է x0-ին։ Այն x0-ն, որ ես վերցրել եմ a-1 անգամ b, գրենք x0-ն, այն հավասար է a-1 անգամ b-ի։ B-ի փոխարեն կարող եմ գրել a անգամ x1, որովհետև ենթադրել եմ, որ x1-ը այս հավասարումը լուծում է, փոխարինենք a անգամ x1-ով։ Զուգորդական օրենքը դարձյալ գրենք a-1-ը եւ a-ն նախ պատկենք, ապա արդյունքը x1-ի հետ։ Կրկին a-1 անգամ y-ն y, a-1 անգամ y, y անգամ x1-ը x1-ը։ Այսպեսով x0-ն հավասար է x1-ի։ Ուրեմն այս հավասարումը ունի լուծում եւ այդ լուծումը միակն է։ Ուզում եմ ընդգծել, որ այս դատողությունների մեջ դարձյալ ես խմբի 3 աքսիոմների սահմաններից դուրս չեկա։ Ուրեմն այս հավասարումը միակ լուծում։ Ճիշտ նույն ձևով ապացուցվում է x հավասար է b հավասարման լուծման միակությունը։ Այնտեղ էլ հուշեմ, որ լուծումը կլինի ոչ թե a-1 անգամ b, այսինքն x անգամ a հավասար է b հավասարման լուծումը կլինի x շտրիխ հետևյալ թիվը b անգամ a-ի հակադարձ, այս թիվը, այսինքն b անգամ a-1 եւ ոչ թե a-1 անգամ b։ Եվ եթե խումբը տեղափոխական չի, օրինակ մատրիցների պարագայում b անգամ a-1 եւ a-1 անգամ b, ընդհանրապես ասած հավասար չեն։ Կարելի է գրել երկու այդպիսի մատրիցներ, որոնց համար այս
տարերը հավասար չեն, դա կարծում եմ ակնհայտ եւ հասկանալի օրինակ է։ Լուծումները հավասարումների միակն են, բայց դրանք պարտադիր չի որ համընկնեն։ Եվ ճիշտ է նաև այսպիսի ընդհանուր թեորեմ կապված հավասարումների հետ, այսինքն խումբը կարելի է սահմանել նաև դիտարկելով համապատասխան հավասարումներ, եւ սա արժեքավոր անցում է, կուզենայի այդ մասին եւս մենք խոսենք ու քննարկենք։ Դիցուկ Ž կետ գործողության նկատմամբ կիսախումբ է, այսինքն ես այս բանին ասում եմ, որ դիցուկ Ž խմբի կետ գործողությունը զուգորդական է։ Պահանջում ենք միայն որ գործողությունը բավարարի խմբի առաջին աքսիոմին։ Դիցուկ այն զուգորդական է, եւ հիմա ես պնդում եմ, որ այդ կիսախումբը, այսինքն զուգորդական գործողությամբ Ž կետ զույգը խումբ է, այն եւ միայն այն դեպքում, երբ կամայական AB տարերի համար Ž խմբից AX հավասար է B եւ X հավասար է B հավասարումների յուրաքանչյուրն ունի միակ լուծում։ Այսպեսի անցում, այսինքն խումբը այս հավասարումների հետ ծերտ կապված է, որ նախորդ 4-րդ հատկությունում մենք ուսումնասիրեցինք։ Կուզենայի համեմատել այս թեորեմը այս հատկության հետ։ Այս հատկությունում մենք ասում ենք ընդհանրապես, որ եթե երկու տար ունենք AB եւ խումբ, ապա AX հավասար է B եւ X հավասար է B հավասարումների յուրաքանչյուրն ունի միակ լուծում։ Հիմա ինչպես դա կապել այս թեորեմի հետ։ Այստեղ ասում ենք, որ J կետը խումբ է այն եւ միայն այն դեպքում, երբ այս հավասարումներից յուրաքանչյուրը ունի միակ լուծում։ Այսինքն եթե խումբը բարձ է, որ այս հավասարումներից յուրաքանչյուրն ունի միակ լուծում, դա հատկություն 4-ն է։ Այստեղ էական մասը Պնդման մի կողմը դա հատկություն 4-ն է, էական մասը հակադարձն է այս թեորեմի էական մասը։ Այսինքն դիցուկ J կետը կիսախումբ է, այսինքն J-ի վրա տրված գործողությունը զուգորդական է, եւ ենթադրենք, թե AX հավասար է B եւ X հավասար է B հավասարումների յուրաքանչյուրը ունի միակ լուծում։ Ապացուցենք, որ այդ դեպքում J-ն այդ գործողության նկատմամբ այս անպայման խումբ կլինի։ Այսինքն թե J-ն օժտված կլինի չեզոք տարով, երկրորդ եւ երրորդ աքսիոմները բավարարված կլինեն, այսինքն J-ն օժտված կլինի չեզոք տարով եւ ամեն մի տար կունենա հակադարձ։ Հիշեցնում եմ, որ մենք J-ի գործողության զուգորդականությունը ի սկզբանե պահանջում ենք եւ այսպես զուգորդական գործողության նկատմամբ այդ զուգորդական գործողությունը J բազմությունը վերածում է խմբի այն եթե AX հավասար է B եւ X հավասար է B հավասարումների յուրաքանչյուրն ունի միակ լուծում։ Ապացուցենք սա։ Այստեղ ավելի կարևոր է հասկանալ խնդիրը եւ լուծումը կարծեք թե ինքնըստինքյան կստացվի։ Ուրեմն դիտարկենք նախ չեզոք տար, ինչու զուգորդական կիսախմբում, այսինքն կիսախմբում, ինչու այն բանից որ AX հավասար է B եւ X հավասար B հավասարումները ունեն լուծում, այն էլ միակ Ինչու այդ կիսախմբում արկա կլինի նաև չեզոք տար։ Չեզոք տարը գտնելու համար առաջարկում վերցնել որևէ ատար եւ դիտարկել AX հավասար է A հավասարումը։ AX հավասար է A հավասարումը ունի միակ լուծում ըստ ենթադրության։ Այդ լուծումը նշանակենք EA-ով։ Բանն այն է, որ մենք այս լուծումը արտակոստ առաջին հայացքից կախված է A-ից, այսինքն եթե ես վերցնեմ BX հավասար է B հավասարումը, դրա լուծումն էլ կլինի EB, այսինքն այս տրամաբանությամբ։ Այսինքն հավասարումներ, այսպիսի հավասարումներ կարելի է դիտարկել կամայական A-ի համար։ Եվ BX հավասար է B-ի դեպքում լուծումը պետք է նշանակել EB-ով, որտեղ ես չգիտեմ, սրանց լուծումները ընդհանրապես ասած տարբեր են, սա մի կողմից։ Բայց հիմա վերադառնանք իրավիճակին։ Մեր դիտարկման AX հավասար է A հավասարման լուծում նշանակում եմ EA-ով։ Սա նշանակում է, որ A անգամ EA-ն հավասար է A-ի։ Բարի։ Վերցնենք մեկ այլ B տար J խմբից եւ ցույց տանք, որ այս B-ի համար տեղի ունի այսպիսի պայման B-ն, եթե բազմապատկեմ աչից EA-ով, ապա կստանամ B։ Այսինքն այն AX հավասար է A հավասարման լուծումը լուծում է նաեւ B-ի համար։ Այ հիմա ես դա ցույց կտամ, որ այն լուծում է նաեւ B-ի համար։ Հետեւաբար այն EB-ն, որի մասին ակնարկում էի, պետք է համընկնի EA-ի հետ, որովհետեւ BX հավասար է B հավասարման լուծումը միակն է։ Ուրեմն, ինչու B անգամ EA-ն հավասար կլինի B-ի։ Այս B-ի եւ A-ի կապը գտնելու համար ես առաջարկում եմ նաև դիտարկել Y անգամ A հավասար է B հավասարումը։ Լուծենք այս հավասարումը, այն ունի միակ լուծում, ըստ պայմանի լուծումը նշանակենք Y0-ով, Y0 անգամ A-ն այսպիսով հավասար է B-ի, այդպիսի Y0 արկա է, եւ այս պահին ես պատրաստ եմ հաշվելու B անգամ Y-ն։ Հաշվենք B անգամ Y-ն։ B-ի փոխարեն տեղադրում եմ Y0 անգամ A, այսինքն այս հավասարումն ստեղծում է կապ B-ի եւ A-ի միջեւ։ Տեղադրենք Y0 անգամ A։ Հիշեցնում եմ Y0-ն այս հավասարման Y լուծումն է։
x անգամ y a անգամ հավասար է b հավասարման լուծումը, y0 անգամ a անգամ e-ը։ Շատ բարի, դարձյալ զուգորդական օրենք։ y0-ն առանձնացնենք եւ նախ բազմապատկենք a անգամ e-ն։ Բայց չէ որ e-ն բավարարում է a անգամ e-ն հավասար է a պայմանին։ Ուրեմն կարող եմ սա փոխարինել a-ով։ Ստացվում է y0 անգամ a, իսկ y0 անգամ a-ն հենց b էր։ Այսպիսով b անգամ e-ն ստացանք b։ Այն ինչ մտադիր է ապացուցել։ Ինչ եզրահանգման եկանք, փաստորեն ax հավասար է a հավասարման եւ bx հավասար է b հավասարման լուծումները նույնն են։ Ինչու՞։ Որովհետեւ եթե ax հավասարման լուծումը e-ով նշանակենք, այս e-ն դառնում է նաեւ bx հավասար է b հավասարման լուծում։ Ահա այն b անգամ e-ն հավասար է b ապացուցեցինք։ Բայց քանի որ այս հավասարման լուծումը միակն է, ուրեմն եւ եթե դա b-ով նշանակենք, այդ b-ն ըստ էության համընկնում է e-ի հետ։ Ուրեմն մի կարևոր անցում արեցինք։ E-ը բոլոր տարերի համար աջակողմյան միավոր է կամ աջակողմյան չեզոքտար է։ Սա այսպես։ Նույն ձևով, եթե դիտարկենք x անգամ a հավասար է a հավասարումը եւ սրա լուծումը նշանակենք e աշտրիխով, նույն ձևով ցույց կտանք, որ կամայական b-ի համար e աշտրիխը եթե բազմապատկենք b-ով, եթե e աշտրիխը անգաման հավասար է a-ի, բավարարում է սրան, ապա ցանկացած b-ի համար, ինչպես վերևի դատողություններն էր, եթե e աշտրիխը բազմապատկեմ b-ով, կստանամ b։ Սա ապացուցում է այնպես, ինչպես կրկնում եմ աջակողմյան e-ի համար ապացուցեցինք։ Եվ դրանից հետո միանգամից կարելի է եզրակացնել, որ e աշտրիխը եւ e-ն իրար հավասար են։ Ուրեմն ձախակողմյան միավորը a-ի համար նշանակում ենք e աշտրիխով, աջակողմյան e-ով, դրանք իրար հավասար են, որովհետեւ եթե բազմապատկեմ e աշտրիխը եւ e-ն մի կողմից e աշտրիխ անգամ e-ն հավասար է e-ի, որտեղ կրկնում եմ կամայական b-ով բազմապատկելիս ստանում ենք b։ Եվ եթե e-ով են բազմապատկում, պետք է ստանանք e-ը։ Եվ մյուս կողմից սա հավասար է e աշտրիխի, որտեղ կամայական տար բազմապատկելով աչից e-ով, կամայական b բազմապատկելով e-ով ստանում ենք b։ Այսինքն b-ի փոխարինելով e աշտրիխ, մի կողմից ստանում ենք b, e աշտրիխ մյուս կողմից ստանում ենք e։ Ուրեմն e աշտրիխը եւ e-ն տվյալ a-ի համար հավասար են իրար եւ ընդ որում այդ e աշտրիխը եւ e-ն իրենց պահում են որպես միավոր կամայական b տարի համար։ Ուրեմն այդ e աշտրիխների եւ որոնք իրար հավասար են, սրանց համար a ինդեքսը ավելորդ է, որտեվ a-ից կախված չի։ Եվ ուրեմն այն կարելի է միայն e-ով նշանակել։ Սա ինչ b-ով էլ բազմապատկում ենք, թե a-ից դեպ ցախից իրենց պահում են որպես չեզոքտար։ Ուրեմն միավորի արկայությունը ապացուցեցինք։ Միավոր գտնելու համար բավական էր 1 հավասարում դիտարկել x հավասարել։ Սրա լուծումը կլինի միավոր բոլոր տարերի համար խմբի։ Այսպես երկրորդ աքսիոմը ապահովեցինք եւ վերջին երրորդ աքսիոմը։ Ինչու ամեն մի a տար ունի հակադարձ։ Բնական է, որ հակադարձի հարցը կապված է ax հավասար է a հավասարման հետ։ Այսինքն այս հավասարման լուծումն է, որը պետք է a-ի համար հակադարձ հանդիսանա, հասկանալի է։ Այս հավասարման լուծումը նշանակենք աշտրիխով, ուրեմն կունենանք a անգամ աշտրիխ հավասար է e, իսկ y անգամ a հավասար e հավասարման լուծումը նշանակենք a երկու շտրիխով։ Այդ a երկու շտրիխն էլ միաժամանակ է որոշվում ըստ պայմանի եւ այսպես աջակողմյան հակադարձը a-ի նշանակենք աշտրիխով ձախակողմյան հակադարձ a երկու շտրիխով եւ ցույց տանք, որ դրանք իրականում իրար հավասար են։ Վերցնում ենք աշտրիխը։ Այն հավասար է e անգամ աշտրիխի չեզոքտարի հատկության շնորհիվ դրա գոյությունը արդեն ցույց ենք տվել։ Են փոխարինում ենք a երկու շտրիխ անգամ a-ով, որը ունենք արդեն ըստ a երկու շտրիխի ընտրության։ Կիրառում ենք դարձյալ զուգորդական օրենքը, ստացվում է a երկու շտրիխ անգամ a շտրիխ, a անգամ աշտրիխը չեզոքտար է e, փոխարինում ենք e-ը, ստացվում է a երկու շտրիխը։ Ուրեմն ամեն մի a-ի համար իր աջակողմյան եւ ձախակողմյան հակադարձերը հավասար են։ Եվ այն մենք նշանակել ենք a-1-ով։ Շատ բարի։ Մի անգամ եւս կարդանք թեորեմը, որ մենք ապացուցեցինք, ժեն, դիցուկ ժեն, կետ գործողության նկատմամբ կիսախումբ է, այսինքն կետը զուգորդական է։ Այդ դեպքում այդ կիսախումբը խումբ է այն է միայն այն դեպքում, երկամայական ալբե տարերի համար ax հավասար է b եւ x հավասար է b հավասարումներ ունեն միակ լուծում։ Օրինակի համար, որպես ժ վերցնենք ռացիոնալ թվերի բազմությունը q աստղանիշ 0-ից տաբեր ռացիոնալ թվերը։ Գործողությունը դիտարկենք բազմապատկումը։ Ռացիոնալ թվերի բազմապատկումը զուգորդական է։ Եվ եթե ուզում եմ համոզվել, որ սա խումբ է եւ չեզոքտարն ու միավորը չեմ ուզում
չեզոք տարը, այսինքն միավոր եւ հակադարձի մասին չեմ ուզում խոսել։ Ես պարզապես պետք է խոսեմ, կարելի է խոսել հետեւյալ հավասարումների մասին, X հավասար B հավասարման մասին, որտեղ ան եւ b-ն կամայական ռացիոնալ թվեր են։ Այս հավասարումը, եթե ան ու b-ն կամայական զրույցտաբեր ռացիոնալ թվեր են, ունի լուծում, ինչպես գիտենք, եթե ան PQ-երորդ գրենք, PQ-երորդ անգամ x հավասար է m-երորդ, ռացիոնալ թվերով սրա լուծումը քաչայտնի է, լուծումը կլինի q m բաժանած pn, որը ռացիոնալ թիվ է։ Պարզ է, այստեղ m է։ Q-m բաժանած pn, որը ռացիոնալ թիվ է, որովհետև համարիչ հայտարարում է։ Ուրեմն այս հավասարման այն, որը կամայական այսպիսի հավասարումների լուծում, նշանակում է, որ Q աստղանիշ կետը կիսախումբ է։ Այսպես կարելի է օգտվել այս թեորեմից։ Նման ձևով կարելի է խոսել, վերադառնալ եւ այն օրինակներում, որ մենք դիտարկում ենք, բարձել յուրաքանչյուր դեպքում արկա կիսախմբի խումբ լինելը։ Այսպիսով մենք հասանք մի կարևոր հանգրվանի, այն է բարձեցինք, թե երբ կիսախումբը կարող լինել խումբ եւ այդ հարցը կապեցինք որոշակի ինչ որ իմաստով գծային հավասարումների, լուծումների գոյության եւ միակության հետ։ Ահա ձեր էկրաններին դուք տեսնում եք թեորեմը, որով մենք ամփոփում ենք այս նյութը։